Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ հետաքննող լրագրող գյումրեցի Լիլիթ Աղեկյանի հետ, ողջույն Լիլիթ, առաջին հարցս վերաբերում է Գյումրու ընտրություններին, Գյումրին նոր համայնքապետ ունեցավ Վարդան Ղուկասյանը, թեև իշխանական թեկնածուի համար, Սարիկ Մինասյանի համար աշխատում էր ողջ պետական ապարատը, բայց գյումրեցիները փաստորեն ընդդիմությանը ավելի շատ ձայն տվեցին։ Քո կարծիքով ինչու Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ, ինչու գյումրեցիները Սարիկ Մինասյանի եւ Վարդան Ղուկասյանի միջև մեծ հաշվով ընտրեցին Վարդան Ղուկասյանին։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ բազմաշերտ հարցի համար։ Մի շտկում Գյումրին երբեք համայնք չի եղել, Գյումրին միշտ քաղաք է։ Ես հասկանում եմ, որ օրենքով սահմանված է համայնք բառը, բայց դա սխալ է, որովհետև Գյումրին քաղաք է, ինչպես Հայաստանի մյուս բոլոր քաղաքները, այդ թվում Երևան եւ այլն։ Եվ ինչպես իր ելույթում ասած այսպես ասեմ, գնացած հետեգած քաղաքապետը Վարդան Ղուկասյանը այլևս լինելու է, այլևս բոլորիս խոսույթում լինելու է քաղաք, թեև անկեղծ ասած, քաղաքը իմ պարապաշարից, իմ պարամթերքից երբեք չի բացակայել։ Ինչի ընտրվեց Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանի ընտրությունը տրամաբանական էր, ես այդպես եմ համարում, որովհետև այդ մարդը տարիների ընթացքում պահպանել է իր կայուն ընտրազանգվածը։ Մի քիչ պակասել են, մի քիչ ավելացել են, մի քիչ վերափոխվել են եւ այլն, բայց Գյումրին մի սպეციფიկ գիծ ունի, որը երբեք որևէ տեխնազու, թող թույլ տրվի ինձ ասելու այդպես, չկարողացավ ընկալել, եւ դա ընկալել է փայլուն Վարդան Ղուկասյանը։ Կա այսպիսի արտահայտություն, բռնել նիրվը, հասկանալ գյումրեցուն։ Վարդան Ղուկասյանը այն տեխնազուն էր, որ բոլոր ընտրությունների տիմ 16-21 թվականների միշտ բոլորն ասում են, եթե տնի կանցնի։ Հիմա հասունացավ այդ պահը, որ եթե դրեց եւ անցավ, այն իմաստով, որ եթե անշուշտ չլինեին իշխանական լծակների գլոբալ օգտագործումը, ոչ թե օգտագործել են, մաշել են ուղղակի բոլոր այդ ռեսուրսները, այս ընթացքում ԿՊ-ականները կամ մեր բառապաշարով ասած ԿՊՇ-նիկները։ Լսվում է նորմալ։ Լսում է։ Սարիկ Մինասյանի պարագայում ով էր Սարիկ Մինասյանը։ Ընդհանրապես քաղաքում շատ քիչ ճանաչում ունեցող, ընդհանրապես ես լինելով գյումրեցի, իրեն 1000-ից 1 եմ տեսել եւ իր մասին, իր անազգանունի մագանջին նստել է միայն այն ժամանակ, երբ որ ինքը լուսավոր Հայաստանով սպրդեց, ոչ թե անցավ, սպրդեց ազգային ժողով, որևէ դերակատարում քաղաքում, որևէ նշանակալի գործ նա չի արել, որպես ղեկավար չունի ձիգ, չունի խարիզմա, չունի աշխատանքային հմտություններ, ով է այդ մարդը։ Այնպես ստացվեց, որ բռնեցին, ես դրա անունը դրել էի քաղաքապետի բռնովի տեխնազու։ Բռնեցին, բերեցին, փորձեցին սարքել իրենց տեխնազու։ Այս պարագայում ո՞նց է համարում, երբ որ կա Վարդան Ղուկասյանի վատ, լավ, մեծ թերություններով հանդերձ, նաև շատ առավելություններով հանդերձ, կա կերպարը, մարդ, որը աշխատել է քաղաքում, ունի ձեռքբերումներ, աշխատանքային ձեռքբերումներ, ստեղծել է մնայուն եւ շոշափելի արդյունքներ քաղաքում, մարդ, որը իրոք ունի խարիզմա, որը հասկացել է գյումրեցուն, գրեթե բոլոր գյումրեցիներին անկեղծ եմ ասում, ու ի հայտ է գալիս մի հատ Սարիկ, որը երևի իջել է քաղաքական, ի հայտ է եկել քաղաքական ծորերից եւ փորձում են մրցակցել։ Ի սկզբանե այս ընտրությունները Կորյուն ջան, ի սկզբանե այդ հայտերը, որ ներկայացվում էին եւ հետկապես ԿՊ-ներ դա խաղարկում, սա քաղաքական ֆարսի էր նման։ Տեսեք, իրենք, հենց իրենք ԿՊՇ-նիկները կեղծեցին իրենց մեջի ընտրությունները պրայմերիս կոչվածը,
Ընդ որում, իրավաբաններն ասում են, որ պրայմերիս գաղափարը մեր օրենսդրության մեջ չկա։ Այդ որտեղից բերեցիք այդպես մագերեսորեն, թրծնովի, Գյումրեցու ասածի պես օտեկրիշ բերեցիք ներմուծեցիք, այդ նույն Սարիգին սարքեցիք 253 ձայնով ձեր թեկնածուն, դա ծիծաղելի է։ Ընդ որում դուք ինքներդ կեղծեցիք այդ պրայմերիզի արդյունքները։ Եվ փորձեցիք մտնել մրցակցության մեջ մի անձի հետ, ով վատից լավից ունի քաղաքական կշիռ։ Հիմա ո՞նց եք այդ համադրում, ո՞նց եք վերլուծում, բա պիտի չլիներ Վարդան Ղուկասյանի ֆակտորը եւ ազդեցիկ ֆակտորը, պիտի լիներ բնականաբար։ Ուղղակի ՔՊ-ի համար անակնկալ էր, որ իրենց օգտագործած ռեսուրսները, իրենց մաշած, ծագած, զայեժնի ռուսերեն ասած ռեսուրսները չաշխատեցին։ Այս այն դեպքն է, երբ որ Գյումրեցին, գիտեք ինչ արեց, ասես տոդես զզվծրեցիք էլի։ Գիտեք, հատկապես վերջի 3 օրերը քարոզարշավի իմ դիտարկումներով անձնական շատ շեշտակի էին փոխել գյումրեցիների տրամադրությունները։ Ում հարցնում էիր, ասում են, այ մարդ, ով եղնի, այդ ՔՊ-ն չլինի։ Մոտարապես մոտեցել էինք, եթե 4 քաղաքական հաշվարկ անենք ու 4 վերլուծություն անենք, այն իրավիճակին, որ Սերժը չլինի, բայց Վարդան Ղուկասյանի պարագայում մի փոքր այլ էր, որովհետև չկար այն հուժգու ատելությունը, որը կար Սերժի նկատմամբ, այն ժամանակ 18 թվականին, եւ կային կոնկրետ գործեր, կոնկրետ մարդիկ, կոնկրետ բնակչություն, որը տեսել էր իր աշխատանքային տարիները, նաև տեսել էր, այո, բացասական դրսևորումները, բայց ինչպես ցույց տվեցին ընտրությունները, մարդիկ համախմբվեցին այդ մարդու շուրջ։ Ինչ արեց ՔՊ-ն։ Ամբողջ այս ընթացքում սկսած այդ պրայմերիզի կեղծարարություններից, այդ խայդառակությունից, իրենց ՔՊշնիկները իրար մեջ քծեցին ու իրար խաբեցին, մինչև քարոզարշավի վերջի օրերը, ուրեմն ռեպրեսիաներ, դպրոցների տնօրենների, ուրեմն հիվանդանոցների տնօրենների նկատմամբ բռնաճնշումներ, թե ցուցակներ, ընդ որում իրենք էլ եմ ասում, իրենք իրենցիների նկատմամբ բերեք ցուցակներ, այդ ցուցակներին ծաղազանգերին հասնում, որ տարվում է ԱԱԾ, ԱԱԾ-ում այդ մարդկանց կանչում են աբրաբոտկաների, այսպես ասած, հետո ակտիվ անարգել, ես անձերով, անուններով գիտեմ, թե ինչպես էր այդ նույն ՔՊ-ն, այդ նույն ՔՊշնիկները, ինչպես էին գործի դրել մանր ու միջին կրիմինալ տարերին։ Ու նույնիսկ այդ պարագայում իրանք չկարողացան կրել, որովհետև իրանք չհասկացան, որ այդ ամեն ինչ ունի հակառակ էֆեկտը։ Մարդիկ վերջը խաղ է կանում գյումրեցիների հետ, այս մարդիկ երկրաշարժ տեսած, այս մարդիկ տարբեր բովերով անցած, տարբեր պաշտոնյաների սուդն ու կեղծիկը տեսած ու հանգարց իր այդ են գալիս ազգակործանները, հայրենիքին վնաս մտածված տվողները, թուրքի, ես միշտ ասել եմ, բոքսի տանց դարձածները, որոնք հայտ են ներկայացնում վերցնել երկրորդ քաղաքը։ Սա ապտակ էր, եւ ես որակում եմ, որ Գյումրին դարձավ այն թեյլերանը, որը խփեց թուրքին։ Այո, ես համարում եմ, որ ՔՊ-ն թուրքերի կուսակցություն է եւ Գյումրին էլ հաջողացեց խփել թուրքին դառնալով թեյլերը։ Ձեր կարծիքով Գյումրու ընտրությունները իրենք միայն թիմ ընտրություններ էին, թե այստեղ իշխանություն ընդդիմություն պայքար էր եւ կարող է այդ պայքարը վերաճել ավելի մեծ, այսպես ասած, պայքարի համապետական մակարդակով։ Կորյուն ջան, շատ լավ կլինի եւ պասիլը այս ընտրության, այսպես ասած, ուղերձը հենց դա է, որ այս ամեն ինչը ունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Այսինքն էքստրապոլյացիայով դա փոխանցվի մյուս քաղաքներին եւ Գյումրին էլ ցույց տվեց, որ ժողովուրդ ոչինչից չվախենաք։ Եթե համախմբվում եք, ուրեմն ստացվում է ՔՊ-ին կործանել։
իրենց բոլոր ռեսուրսները, բռնաճնշումները, հալածանքները, դրանք զրոյականանում են, եթե կա հավաքական կամք։ Գիտեք, այստեղ կարելի է ասել, դե 20% է հավաքել Վարդան Ղուկասյանը, դե հաշվի առեք, էլի, որ ամբողջ երկիրը այստեղ էր։ Ես նույնիսկ կադրերի մեջ տեսել եմ Լոռու մարզպետին, որը նախկինում Շիրակի մարզի ոստիկանության պետն էր։ Խաչատրյան Արամ, եթե չեմ սխալվում։ Արամ Խաչատրյան։ Այո, այդ մարդը նույնիսկ Գյումրիում էր։ Այդ չասած են Վարազը, այն Կարասը, այն Ճենջոդը, այն մնացածները, դիսանտ էր իջնում անընդհատ Գյումրի, դրանք չէին վերանում այդ քպշնիկները, օրական նոր դեմքեր էին գալիս, օրական ամեն մեկը հարկ էր համարում Գյումրեցու վրա մատ թափտալ, հոխորդալ, դե հա տեսեք եւ այլն, հետո մենք կհավաքենք 50%, հավաքեք, այս չեք դուք, այսինքն իրենք քաղաքական սնանկներ են, իրենք քաղաքական բանկրոտներ են եւ իրենք անելիք չունեն, իրենք պիտի հասկանան, որ մերժված են, որ եթե Գյումրին մերժեց, ուրեմն մնացած բոլոր տեղերում եւ հիշում եք, չէ, փարակարում էր նույն ընթացքում ընտրությունները, տեսակ ինչ տեղի ունեցավ, այսինքն մնացած բոլոր տեղերում դա կրկնվելու է վերջ, սա մեծ ուղերձ է, ինձ թվում է եւ այդ բանը Ալիևի գործակալը, այդ թուրք Նիկոլը, պիտի որ հասկանա սթափ վիճակում, թե ինչ տեղի ունեցավ։ Եվ իրանց մանտրաժը հենց այդ մանտրաժ բառը այստեղ տեղին է, հենց դրանից է, որ այս ինչ եղավ։ Այսքան մենք ջանքեր, այսքան բան եւ այլ, եւ Պոլին ջան, իմ անձնական դիտարկումը նա է, որ իրենք չէին սպասում, որ ընդդիմությունը վատ, լավ, ընդունեմ, ես չընդունեմ Մարդուն Գրիգորյանին եւ մյուս մեր տղաներին, վերջի միացան։ Այդ էր իրանց համար անակնկալ։ Հիմա պիտի հարցնեք, ես գիտեմ, թե հետագա ճգնաժամերը եւ այլն կառավարման մեջ ինչ են լինելու, գիտեք ինչ գոյություն ունի, արեք, թող անեն, եթե անեն, ի վնասում են անելու, ասենք ի վնաս Գյումրեցու են անելու, եթե այստեղ զուտ պաշտոնի կռիվ չէ, այլ իշա քաղաքի եւ հանրապետության է, եւ մենք նպատակ ունենք այս Գյումրի օրինակը տեղափոխել հանրապետության մյուս քաղաքներ, ուրեմն այնինչ անի ընդդիմությունը, որի անունը ընդդիմություն է, անի ընդդեմ այն մարդու, որին իրենք ձայն են տվել, այսինքն Վարդան Ղուկասյանի, ուրեմն կստացվի, որ իրենք խաղում են այլ դաշտում, իրենք ընդդիմություն չեն։ Ես այդպես եմ հասկանում։ Դա ես հասկանում եմ նաև, որ իշխանությունը անպայման ձգտելու է սեպ խրել այս ամեն ինչի մեջ, անպայման իր մասնակցությունը ունենալու է բացասական իմաստով, նեգատիվ իմաստով, խանգարելու եւ այլ եւ այլ։ Գիտեք, էլի եմ ասում, կարելի է Վարդան Ղուկասյանին շատ հարցերում չընդունել։ Ես ինքս հիմի շատ հարցեր ունեմ իր դեմ, այսպես ասած, դնելու։ Իմ դուրը չի գալիս որոշ անձանց ներկայությունը իր թիմում։ Ես այդ ամեն ինչը որպես Գյումրու քաղաքացի պիտի իր արժև տնեմ, բայց նախ պետք է հասկանալ այդ մարդուն քաղաքական հենարան պիտի լինի հենց ընդդիմությունը եւ պիտի չփորձի խփել։ Խփում է Գյումրին, խփում է այն process-ին, որը սկսվել է Գյումրիից։ Սա է, այո, համապետական նշանակություն ունեն այս ընտրությունները, բացի այն, որ ՔՊՇ-նիկների դիսանտները պարբերաբար իջնում էին այստեղ, Նիկոլ Փաշինյանը եկավ իր այդ շատ թկոտ բերանով գորգորած թկեց ամբիոնի վրա եւ ասաց, որ բոլոր առնետները պիտի մտնեն իրանց ծագերը, դե հիմի ժամանակն է քո առնետներին մտցրա ծագերը։ Այդպիսի լեյտմոտիվ, այդպիսի հռետորաբանություն չի սիրում գյումրեցին։ Իրանք չեն հասկանում դա։ Իրանք գյումրեցու հոգեբանությունը չեն հասկանում եք։ Իրենց թվում է թե ղժղժ, ճղժղ, կիսատղամարդկային կանացի ձենով, ուրեմն այստեղ հարձակվելը մարդկանց վրա, այդ ալը կոպիտ ասած ժողովրդական բառով, դա ազդեցություն կունենա եւ գյումրեցին պիտի վախենա։ Դա միշտ հակառակ էֆեկտն է ունեցել մեր պարագայում։ Գիտեք ոնց։
դու մեզ իսպես, թե մի սպասեմ մենք քեզ իսպես։ Ինքը չի հասկանում, երևի Նիկոլ Փաշինյանը իրականությունից կդրված անձ է, որ այդ ամբողջ մենք ունենք մեր մամուլն էր կրում, որ ամբողջ այդ ընթացքում արվում էին հարցումներ, չէ՞։ Մենք այդ հարցումներին տեղեկանում էինք, չէ՞, այնտեղ տոկոսներ եւ այլ եւ այլ։ Հիմա դա կեսը պատասովկա է, սարքով էր, բայց կա օբյեկտիվ իրականություն։ Մենք շրջում ենք խաղում, զրուցում ենք մարդկանց հետ, հատկապես ես, եւ ես հասկանում եմ իրավիճակը։ Դու որ քո քփշնիկներով չես հասկանում, ով է մեղավոր, ում վրա ես հոխորդում։ Ասենք ինչ է նշանակում, ինձ զանգում են մարդիկ ասում են, շաբաթօրով բացվել են պետական դպրոցներ եւ պետական բժշկական հաստատություններ, տնօրեններին մարզբեդը հանձնարարում է, թե արագ-արագ ցուցակներ գրեք, բերեք։ Դուք հասկանում եք, սրանք հələ ցուցակային մակարդակի վրա են։ 90-ականներին էին այդ ցուցակները հավաքում, հասցեներով եւ այլ եւ այլ։ Բայց փորձել էին նաեւ մարդկանց ահաբեկել, ինձ այդ տեղեկություններ եկավ հասավ, թե եթե չընտրեցիք, հաջորդ օրը կազատվեք աշխատանքից։ Կային այդպիսի նաիվ մարդիկ դերևս, որ ասում էին, վայ, որ ստուդենտ է, մենք ոնց ենք ընտրել, հասկանում եք։ Մինչև մենք այդ մարդկանց հետ ենք աշխատել, որ չկա նման բան, գնացեք ձեր անելիքն արեք, այդ ժամանակ պահանջվեց։ Էս է։ Բայց Վարդան Ղուկասյանը այնուամենայնիվ որպես քաղաքապետ ինչպիսին է, այսինքն նա կարող է քաղաքի համար խնդիրները լուծել, թե պարզապես զուտ ընդդիմադիր է, մենք այդքանով իրեն պետք է ընդունենք։ Կորյուն ջան, ես հասկանում եմ դուք ինչ եք կոնկրետ ինձ այդ հարցը տալիս։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը պարզ ու ճիշտ ասած, ոչ թե գովաբանական, դրական PR-ից ելնելով, մարդ արձագանք է։ Այդ մարդը միշտ 99 թվականից աշխատել է հանրության տարբեր շերտերի հետ։ Եվ ի վերջո այսօր քաղաքում ինչ որ արված է, ինչ որ կա, իրանից հետո համարյա ոչինչ չի արված, այդ դա էին մարդիկ ասում, դա էին գյումրեցիները բոլորին ասում, իրենից հետո ոչինչ չի արվել, ես կարող եմ ձեզ փաստերով էլ ասել, Գյումրին ունի Արագած փողոց, Արագած փողոցը խճապատվել էր եւ Վարդան Ղուկասյանը 12 թվականին դուրս եկավ, դրանից հետո եկավ Պալասանյան Սամվելը, ասֆալտապատեց այդ փողոցը, այդ իրա պրոֆիտը դառավ աշխատանքային, բայց գաղափարը Վարդան Ղուկասյանն էր եւ այդպիսի շատ կիսատ մնացած ծրագրեր։ Ի վերջո Վարդան Ղուկասյանը այն անձն է, որի օրոք կառուցվել է Գյումրին, դրվել են այն մշակութային արժեքները, դուք չգիտեմ եղել եք Գյումրիում, եկել եք, պատտվել եք, տեսեք արձանախմբեր, շինարարություն, տարբեր օբյեկտներ, վերակառուցումներ, այո, արվել է իր օրոք, կարելի է շատ ավելին անել անշուշտ, շատ ավելին, բայց այդ ժամանակ այդ հնարավորությունն է եղել։ Նոր ես լսում եմ մի քիչ առաջ արդեն նախկին դարձած տեխնազուներից մեկին Եվրատաշինքի ինչ որ բաներ է ասում, որ մարդիկ ընտրեցին իրենք իրենց նմանին, ում նմանին ընտրեին։ Այո, իրենց մտածելակերպին, իրենց մտածելակերպին հարազատ մոտ մարդու են ընտրել, ձեզ ընտրեին, ասենք Բաբաջանյան Արամին Արմանի ընտրեին, կամ են Վազգեն Սարգսյանի քրոջը պիտի ընտրեին, դա եղբորը կներեք, այնքան են ասել քրոջ, որ դա է արմատավորվել։ Այսինքն դուք ինչ է, ձեզ ընտրեին, որ բերել եք Գյումրիում ադրբեջանական ֆիլմեր եք ցույց տալիս 12 թվին եւ գյումրեցիները ձվերով խփեցին այդ ակումբին, որտեղ որ պիտի դա ցույց տվեր, եւ մի հատ Վանյան կար, հիշում եք, Գյորգի Վանյան, դա էր այդ ամեն ինչի հեղինակը։ Այս մարդկանց թվում է թե անցավ այդ գնաց գյումրեցին ոչինչ չի հիշում, ձեզ ընտրեին։ Մարդը կոնկրետ գործ է արել, վատ լավ։ Գյումրեցիներ գնահատել եք, տղա էիք կոպիտ ասած, ձեր Նիկոլի ասածի պես։ Հելնեիք հաղթեիք, ռեսուրսը ունեիք, ձեր օրոք էր, ձեր բերադիքանություններ, ռուպրով դուք էիք 18 թվին բոլորի դուրս հանում, բայց չկարողացաք հաղթել, հաղթեիք, ոչ Կորյուն ջան, հաշվարկը հետևյալն էր, որ ընդդիմությունը, ինչպես միշտ է եղել մեր ազգի պատմության մեջ, վերջի պահին դավաճանելու է
Այս անգամ չստացվեց, որովհետև նախ կար հանրային մեծ պրեսինգ, մեծ ճնշում եւ կար բարոյական պատասխանատվություն հենց Գյումրեցու նկատմամբ։ Որ մարդիկ ասում էին, դե Մարտուն Գրիգորյանին ասում են, դե արագացրու էլի, դե ինչ ես խաղանում, էս էր։ Հասկանում եք, հա, նույն ձևով կարող է եւ կներեք ընդհատում եմ, ասենք Մարտուն Գրիգորյանը մտներ մրցապայքարի մեջ եւ կարողանա շահել եւ էլի պիտի մարդիկ համախմբվեին իր շուրջ։ Բայց ընտրեցին Վարդան Ղուկասյանին, ընտրեցին տեսնելով այդ մարդու աշխատանքը, փորձը, նաեւ բացասական կողմերը, այդ ամեն ինչը հավասարակշռեց Գյումրեցին։ Մենք գիտենք, որ Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այսպես ասած, մեղմ ասած, հաշտ հարաբերություններ չունեին եւ փաստորեն Մարտուն Գրիգորյանը, այսպես նաեւ եթե ձևակերպեմ, զոհողության գնաց, հա, նրան ընտրելով։ Ինչ եք կարծում, այս ընտանեկան միմյանց ընտանիքների միջև նույնիսկ պատմությունները մի կողմ կարող են դրվել հետագա կառավարման իմաստով, թե ինչ-որ առումով պառակտում լինելու է այդ կոալիցիայի։ Ես գտնում եմ, որ պետք է դրվեն, որովհետև քաղաքականությունը քաղաքականություն է, ընտանեկան հարաբերությունները չպարզված կոպիտ ասած հաշիվները այլ հարաբերություններ են։ Քաղաքագիտական բոլոր չափումներով, բոլոր չափանիշներով պարզ է դառնում, որ մարդիկ քաղաքականությունը, որի հիմքում ընկած է շահը եւ ոչ թե անձնական շահը, այլ հանրային շահը, գերակայում է։ Եթե մենք նայենք այսօրվա օրինակը, տեսեք, Թրամփը վիրավորեց Զելենսկուն, Զելենսկին վիրավորեց Թրամփին, չէ՞։ Բայց մինչև այսօր բանակցությունները գնում են, որովհետև դա անձնական խնդիրներ չեն։ Գիտակցվում է, որ դա հանրային շահից ելնելով է։ Արվում է դա ամեն ինչը, ճիշտ է։ Այստեղ էլ է հանրային շահ, դեռ ավելին հանրային գլոբալ շահ մեր երկրի գոյության հետ կապված։ Այսինքն, եթե այստեղ ընդդիմությունը չի միավորվում, մենք ունենում ենք ձախողում։ Ճիշտ է, եւ ձեր ասած այն պահը, որ պիտի տեղափոխվի այլ քաղաքներ, չի կայանա։ Հիմա դա է կարևոր այս process-ը Գյումրի։ Հիմա դա է կարևորը, թե հասկանալի է, այդ ամեն ինչը ընկալելի է, ըմբռնելի է, գիտեք, մարդկայինորեն շատ դժվար է այդ ամեն ինչի վրայով անցնել, այսպես ասեմ, բայց եթե մտել եք քաղաքականություն, իսկ քաղաքականությունը ենթադրում է հանրային շահ, ուրեմն դա պետք է դնել մի կողմ։ Հիմա ինչ անենք, ելնենք մեկս մյուսից բոլորիս, ես անձնապես գիտեք շատ խնդիրներ ունեմ շատ անձանց հետ եւ կլուծեմ այդ խնդիրները հենց անձնական դաշտում, բայց եթե դա բախվի քաղաքականության հետ ու քաղաքական դաշտում, դա անընդունելի կլինի եւ իմ եւ հասարակության համար։ Սա է գիտակցումը։ Ի վերջո այսօր տեսեք, ինչքան գժդված ղեկավարներ կան, որ իրար ձեռք չէին մեկնում, չէ՞։ Не ռուկապաժատնի արդահայտություն կա, չէ՞, բայց դուրս գալով հանրային շահից քաղաքական հասարակական գործիչները գնում են դրան։ Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ ունեն այդ հասունությունը, ունեն այդ գիտակցումը, այս դեպքում թողներեն իրենք նաեւ տղայական ճիշտ ընկալումը եւ այդ ամեն ինչը կողքի կտրվի։ Եվ մենք գիտենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ կան հարուցված քրեական վարույթներ, վերջերս նա նաեւ դատարան էր եկել, ձեր կարծիքով ՔՊ-ն իր ձեռքում գտնվող այս իրավական մահակը կօգտագործի Վարդան Ղուկասյանի դեմ, ինչու եմ սա հարցնում, որտեղ դուք էլ բազմիցս ահազանգում եք ձեր նկատմամբ իրականացվող իրավական ապօրինությունների վերաբերյալ ու առաջին դեպքը չէ, հա, որ ՔՊ-ն ուժայիններին ծառայեցնում էր քաղաքական նպատակների համար, այս պարագայում ինչպես կլինի։ Ես գտնում եմ, որ այո, ցավոք ՔՊ-ն օգտագործելու է իր կեղտոտ զինանոցը եւ թող իրավապահները չնեղանան, այո, նրանք ուղղակի գործիք են, ընդ որում շատ դեպքերում ժանգոդած գործիք են։ Այո, իրենք օգտագործելու են այդ ամեն ինչը
Ես գտնում եմ Վարդան Օգասյանի դեմ այդ խաղը դեռ խաղարկվելու է։ Բայց եթե դուք ասում եք, որ դուք իրավական պետություն եք, Եվրոպա եւ այլ, Հայաստան ունի պարտավորություններ, մեզ խոշորացույցով նայում է Եվրոպան եւ այլն, ուրեմն բերեք ճիշտ իրավական հիմքերի վրա դրեք այդ ամեն ինչը, ոչ թե դա արեք ժանդարմի ձևով, հաշվեհարդարի ձևով։ Եթե դուք դատարաններ եք ստեղծել, դատարանները պետք է ստեղծեն պոզիտիվ մրցակցություն։ Դե բերեք տեսնենք իրականում դա փաստեր են, թե հորինած կպցրածներ են։ Իմիջիայլոց այդ ոնց որ այդ գործիքները չեն աշխատում հենց ԿՊ-ականների նկատմամբ։ Ինձ շատ հետաքրքիր է։ Շիրակը ունեցել է 5 մարզպետ, այս երևի սա 6-րդն է, ու բոլորի օրոք կոռուպցիան ծաղկել է Շիրակի մարզում։ Բոլորի փաստերով, անուններով, գիտեմ, կաշառատուներին, կաշառառու մարզպետներին։ Բայց ոնց որ այդ միայն Վարդան Օգասյանի մյուս ընդդիմադիրների դեմ կարող է աշխատել այդ համակարգը, հա? Բայց ոնց որ թուրք նիկոլագանների դեմ չի աշխատում, հե? Մենք մի հատ ռենեգատ Մուշեղ ունեինք Մուրադյան, Սարուխանյան Կարենկը ազգային ժողովի պատգամավոր բացահայտված նարկոման է, որին հանեցին մրցակցությունից հենց ԿՊ-ականները, ուղարկելով դրան նարկոտիկի, չէ, փորձաքննության։ Այդ մարդը չմասնակցեց, այդ էյակը չմասնակցեց այդ փորձաքննությունից հետո, որտեղ բարբիտուրատ դեղամիջոցը կդան իր արյան մեջ, բայց շարունակում է մնալ ազգային ժողովի պատգամավոր, այսինքն դա այդ բանը նարկոման լինելը խանգարում էր միայն Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելուն, հա, ազգային ժողովի պատգամավոր լինելուն ԿՊՇ-նիկական չի խանգարում, կամ ԿՊ-ի Շիրակի մարզի ոնց է կոչվում դրանց կուսակցության ղեկավար լինելուն չի խանգարում։ Այդ ոնց որ այդ մահակը միայն աշխատում է, եթե մենք արտարությունից ենք խոսում, ծագերը մտցնելուց ենք խոսում բոլոր առնետների, եւ ասում ենք մենք չենք միջամտում դատարաններին, չէ, Նիկոլն է ասում ու իր մանգլավիկները, մենք դատարաններին չենք գործնեության չենք միջամտում, մենք իրավապահներ չենք, բայց ոնց որ իրավապահ գործողությունները, իրավապահների գործողությունները զուտ կոդրվում են ընդդիմադիրների գլխների դեպ, ասեմ, որ Վարդան Օգասյանը ընդգծված ընդդիմադիր չէր, միգուցե լատենտ ընդդիմադիր էր ժամանակին, էլի, որտեղ 7 տարվա ընթացքում դուք էլ ես էլ չենք տեսել ակտիվ ելույթները, չէ՞ իրա։ Հա, բայց մենք ենք եղել, չէ՞, ասպարեզում, ես ձեզ քանի անգամ եմ հարցազրույց տվել, Համբարյան Գագիկը, Համբարձումյան Արտուրը, չէ՞ մեր Գյումրիից։ Այդ մեր գլխին որ սարկում են այդ գործերը, բան եւ այլն, այդ ժամանակ որևէ մեկը ցեն չէր անում։ Այդ իրավապահ համակարգը միայն ստեղծված է մեզ ճնշելու, մեր լեզուն կտրելու, հա, մեզ գիլյոտինի տակ տանելու, բարոյական եւ ֆիզիկական գիլյոտին, բարոյապես եւ ֆիզիկապես տանելու այդ գիլյոտինի տակ, հա, այդ ոնց է ստացվում, որ, բայց ժողովուրդը սա չի տեսնում, բայց այսքանից հետո ոնց չթեկի Գյումրեցին Նիկոլի եւ Նիկոլագանների երեսին, թե ես ինչ եք անում։ Բայց վակխանալյան, այս կոռուպցիոն բուրգերը, որ ստեղծում են, Սասուն Խաչատրյանն ասում էր, բրգային կոռուպցիա Հայաստանում չկա։ Հաստատ, մեկի ղեկավարն էլ դու ես, հենց բրգային կոռուպցիայի։ Արեք Շիրակի մաս, ես ձեզի բոլոր բուրգերը, կոռուպցիոն, քեոպսիան բուրգերը ցույց տամ հատած ղեկավարներին էլ հետը։ Բայց ոնց է ստացվում ընտրություններից առաջ եք հիշում այդ ձեր մահակներին ժանգոտած։ Բա մենք այսքան տաղվում ենք, ու ինչի համար, ազատ խոսքի համար, որ այդ փաստերը հանում տնում ենք հանրության առջև, իրավապահներին էլ ասում ենք, էй, մեր ու ձեր նպատակները նույնը չեն, դե հոդվածը դրեք, տարեք, դադեք, ձեր ԿՊ-ական մարզպետներին, ԿՊ-ական վարչությունների պետերին, դպրոցների ԿՊ-ական տնօրեններին, այդ ոնց որ չի աշխատում։ Այս բան այդ իրավական լիֆտը մենակ մեր ուղղությամբ է աշխատում։ Շնորհակալ եմ Լիլիթ հարցազրույցի համար, կարծում եմ էլի առիթներ կլինեն։ Ես Սերժական չեմ, շնորհակալ եմ, ինչ-որ մեկը գրում է այդ Սերժականը մի բերեք ուղիղ եթեր, ես Սերժական չեմ, ես Սերժին ու Նիկոլին ադողներից եմ, ու ադում եմ նաև նրանց, ով իրենց չեն ադում։ Հիմա ես Քրիստինե Յանը, որ հիմա գրում է, Սերժական, դու ես Սերժականը, որ այդ անունը հոլովում ես, եղավ Քրիստինե ջան,
ես Սերժական չեմ ու ադում եմ Սերժին որպես Նիկոլի կնկահայր, հարցեր ուրիշ կան, եթե դուք այդքան համարձակություն ունեք, ելեք ասեք դուք ով եք, իսկ մենք այդքան համարձակություն ունենք, հոդվածներն է քրեական, մեր ուսերին է, չնայած մեր սերին և մեր ուսերը չէ, փխրուն չէ, ավել դիմանում է, ադում եմ Նիկոլին, ադում եմ Նիկոլագաններին, իսկ մյուսներին ադում եմ Նիկոլին չադելու համար, ադում եմ նաև Սերժին, ադում եմ Միշիգին և նրանց մանգլավիկներին, որոնք ծնեցին, սնեցին, փայպայեցին և բերեցին ես Նիկոլին, ես թուրքին, ես հայրենադավին, հայրենավնասին, կապեցին հայերիս գլխին, այդքան բան։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։